Բարև ձեզ, օրլրատվական ծրագիրը սկսում է աշխատանքը հանրայինի ուղիղ եթերում։ Հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն։ Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից, արձակելով անկանոն բնույթի կրակոցներ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ ԵԱՀԿ-ն պետք է օգտագործի միջադեպերի հետաքննության մեխանիզմները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում կայունության հասնելու համար։ Այդ մասին Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է կազմակերպության համազեկուցող Մարգարետ Սոդերֆելդը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել այդ տարածաշրջանում կայունության հասնելու համար, հավելելով, որ այդ նպատակին հասնելու համար կազմակերպությունը շատ բան կարող է անել։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 1-ից մեկնարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ լիագումար նստաշրջանը։ Վեհաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը և Ստեփան Դեմիրճյանը։ 57 անդամ երկրները հուլիսի 1-ից 5-ը քննարկելու են միջազգային անվտանգության հարցերն ու տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ ճանապարհները։ ԵԱՀԿ-ն աշխատում է կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցիչի դեսպան Անդրեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորություններն ավելացնելու ուղղությամբ։ Այս մասին վեհաժողովի ժամանակ ասել է կազմակերպությունում նախագահող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Նրա խոսքով հենց անվտանգության նման ճգնաժամային ժամանակներում են պետք ԵԱՀԿ-ն ու երկխոսության ու համագործակցության ամրապնդման նրա գործիքները։ Ըստ Շտայնմայերի չափից մեծ է էսկալացիայի վտանգը Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նրա խոսքով առհասարակ հակամարտությունները անվտանգության ոլորտի ընդհանուր կարգում խորագույն ճգնաժամի ախտանշաններ են։ Մենք ձգտում ենք Ղարաբաղում վերականգնել ամուր հիմքերով կայուն իրավիճակը։ Մենք նշում ենք արված աշխատանքային առաջարկները ու ձգտում ենք, որպեսզի կողմերը բարդ բանակցային պայմաններ առաջ չքաշեն։ Հիմա բանակցում ենք միջադեպերի վերահսկման մեխանիզմների շուրջ։ Փոքր, բայց համառ քայլերի օգնությամբ մենք ձգտում ենք վերականգնել ավելի ամուր կապ հակամարտության, ասել է Շտայնմայերը։ Նրա խոսքով, երբ Գերմանիան ընդունել է ԵԱՀԿ-ում նախագահությունը, հստակ ձևակերպել է երկու բաղադրիչ, որոնցից առաջինն այն է, որ երկարատև հակամարտությունները միանգամից հնարավոր չէ կարգավորել։ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության երկրորդ բաղադրիչը դիվանագետի խոսքով վերաբերում է բանակցությունների ձևաչափերին և բանավեճի ուղիներին, որպեսզի փաստացի առաջ շարժվեն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Ֆրանսիայի ազգային ժողովը խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը։ Հավասարության ու քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունը նախատեսում է 45,000 եվրո տուգանք ու 1 տարվա ազատազրկում մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար։ Այժմ օրինագիծը պետք է ներկայացվի Սենատի հաստատմանը։ Նման օրինագծի ընդունումը ներառված էր նախագահ Ֆրանսուଆ Օլանդի 2012 թվականի նախընտրական ծրագրում։ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է անցկացրել ու պարզել, որ հայկական ընկերությունները չեն կարողանում հեշտությամբ մուտք գործել ռուսական շուկայի մանրածախ առևտրային ցանցեր։ Ինչ խնդիրների առաջ են կանգնում հայկական արտահանող ընկերությունները, հատկապես ռուսական շուկաներ ապրանք արտահանելիս, կան արդյոք մրցակցային խնդիրներ նրանց համար։ Նման հարցադրումներ հնչեցին նաև հանձնաժողովի, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և Արցախում ապրանքանյութական արժեքների արտահանմամբ զբաղվող գործարարների հետ երեկ կայացած հանդիպմանը։ Նպատակն էր վերհանել արցախցի գործարարներին հուզող խնդիրները։ Ինչ անել, որպեսզի ավելի շատ տնտեսվարողներ զբաղվեն բիզնես գործունեությամբ, իսկ փոքր և միջին ձեռնարկատերերը ընդլայնեն արտադրության ծավալները։ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ հարցումներ է իրականացրել պարզելու այն խնդիրները, որոնց բախվում են հայ տնտեսվարողները իրացման դաշտում։ Ուսումնասիրություններն անցկացվել են հիմնականում այն ապրանքախմբերի մասով, որոնք սպառման տեսանկյունից հետաքրքրություն են առաջացնում Հայաստանից դուրս։ Հայկական կոնյակ, թարմ և պաղեցված ձկնամթերք, մրգեր, բանջարեղեն, մրգերից և բանջարեղեններից պատրաստված պահածոներ, ջրեր, շինարարական քարեր, պանիր, գինիներ, սուրճ, սիգարետներ, ծաղիկներ և դեղամիջոցներ։ Վեր նշված բոլոր ապրանքատեսակները միասին կազմում են 2012-2015 թվականների ընթացքում դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման շուրջ 75%-ը։
Դիտարկվել են մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են բիզնեսին։ Դրանք են տարբերակված մոտեցում, մանրածախ առևտրային ցանցերում վճարումների ուշացում, ապրանքների ցուցադրման համար բարձր մուտքավճարների պահանջ։ Հայկական ապրանքների հետ մրցակցող մյուս շուկաների առավելությունը մարքեթինգային քաղաքականությունն է, որը հայկական արտահանող ընկերությունները մեծամասամբ չեն իրականացնում։ Իրենց մրցակիցները, այսինքն այլ երկրներից ռուսական շուկայում համանման ապրանքներ ներմուծողները հիմնականում իրականացնում են մեծ մարքեթինգային բյուջեներ են ծախսում, մարքեթինգային մեծ միջոցառումներ են իրականացնում, ապրանքները հայկական ապրանքների նկատմամբ ավելի ցածր գներ են ձևավորվում ռուսական շուկայում եւ ունեն հայտնի ձևավորված ապրանքային նշաններ, բրենդներ, որը եւս մարքեթինգային ծախսերի արդյունք է։ Նշվեցին նաև արտահանման ծավալների ավելացմանը խոչընդոտող գործոնները։ Հարցվածների շուրջ 41%-ի կարծիքով հիմնական խնդիրը բարձր մուտքավճարներն են, 33%-ի կարծիքով մատակարարվող ապրանքների դիմաց վճարման երկարաժամկետներն են եւ 26%-ի կարծիքով հաղորդակցման արհեստական դժվարություններն են։ Հայ տնտեսվարողների համար խնդիրներ ստեղծում են մանրածախ առևտրային ցանցերը, ապրանքներ ձեռք բերելիս որոշակի պահանջներ դնելով հայ գործարարների առջև։ Ռուսական մանրածախ առևտրային ցանցերը շատ ժամանակ գերադասում են աշխատել ոչ թե ուղղակիորեն մատակարար ընկերությունների հետ, այլ դիստրիբյուտոր ընկերությունների միջոցով, ուստի եւ նրանց այլընտրանք չի մնում։ Ստիպված սկսում են համակերպվել դիստրիբյուտոր ընկերությունների ներկայացրած պահանջների հետ, որոնք բնականաբար իրենց եկամուտն են ավելացնում, ինչն էլ հայկական ապրանքների գները բարձրացնում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, ասում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Արցախցի արտադրողները ներկայացրեցին իրենց խնդիրները, որոնք խոչընդոտում են արտահանմանը։ Բացահայտված խնդիրների պատճառով ակնհայտորեն թուլանում է տնտեսվարողների մրցակցային առավելությունը, ասում է հայաստանյան կարգավորող մարմնի ղեկավարը։ Ու թեև այդ խնդիրները ուղղակիորեն չեն գտնվում մրցակցության պաշտպանության մարմինների կարգավորման դաշտում, այնուամենայնիվ որպես կարգավորող մարմին լինելու են հետևողական եւ բարձրացված հարցերը ներկայացնելու են Հայաստանի իրավասու կառույցներին։ Մենք կարծում ենք, որ շատ լավ առիթ է օգտագործել այս առիթը եւ այս գործընթացներին ներգրավել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսվարողներին։ Նամանավանդ, որ ռուսական ընկերությունները մի քանի կարևոր ոլորտներով են հետաքրքրված, առաջինը դա միրգ, բանջարեղեն, ձկնամթերք, կատնամթերք, պահածոների արտադրություն, մրգային ալկոհոլային խմիչքներ եւ այլն, եւ այս առիթը մենք ուզում ենք օգտագործել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսվարողները նույնպես ներգրավեն այս գործընթացներում եւ հայաստանյան ընկերությունների հետ համագործակցելու միջոցով կարողանան իրացման ծավալները ավելացնել։ Մենք այսօր բավականին հետաքրքիր առարկայական քննարկումներ ունեցանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսվարողների հետ եւ ամեն ինչ անելու ենք, հետեւողական ենք լինելու բարձրացված հարցերը, խնդիրները լուծելու ուղղությամբ եւ ամենակարևորը ամեն ինչ անելու ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընկերությունները հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության միջոցով կարողանան իրենց արտահանումները ավելացնել։ Գոհար Ռուստամյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Ավանդաբար Քաշաթաղի շրջանն Արցախում բանջարեղենի արտադրության առաջատարներից մեկն է լինում, եթե ոչ ամենաառաջինը։ Այս տարի որոշակի դժվարություններ ունեցան։ Գարնանացանի ամենապատասխանատու պահին աշխատող ձեռքերի պակաս զգացվեց, քանի որ տղամարդկանց մեծ մասը շտապել էր առաջնագից։ Հակառակ դրան վստահ են, որ այս տարի էլ բանջարեղենի արտադրության հարցում իրենց դիրքերը չեն զիջելու։ Իշխանաձորցիները մի քանի անգամ են փորձել սոխի մշակությամբ զբաղվել, արդեն որոշակի փորձ են հավաքել եւ ծավալներն ընդլայնել։ 3 հողօգտագործող համատեղ 7 հեկտար սոխ են ցանել, աշխատուժի հիմնական մասն էլ Իշխանաձորն է ապահովում, մանրամասնում է համայնքի ղեկավարը, ով նաեւ սոխի մշակությամբ զբաղվողներից մեկն է։ Սոխոկները ցանելու ժամանակ մինչեւ 30 մարդ էր աշխատում դաշտում։ Մեր մոտակա համայնքներից Իշխանաձոր համայնքից էին աշխատում մինչեւ 30 հոգի։ Հիմա աշխատում է մինչեւ 5-6 հոգի։ Հիմա ձմերուկ էլեկտրոնիկի սոխի հետ ձմերուկի փխրեցման աշխատանքներին, սոխի քախանի աշխատանքներին։ Սոխի ցանքերն արդեն բարձրանում են, մոտենում է բերքահավաքի ժամանակը, բերքատվության ավելի բարձր ցուցանիշներ էին սպասում, բայց եղածից էլ դժգոհ չեն։ Ակնկալում ենք մինչև 30 տոննա բեկ հեկտարից, 2 փոլով կլինի բերքահավաքը, առաջի փոլը կլինի սոխուկների բերքը, որովհետև նա ավելի շուտ հասունանալու է, երկրորդ փոլը արդեն շարքացանով ցանած
սոխի բերքահավաքը։ Ապրիլյան իրադարձությունների պատճառով Գառնանացանի ամենապատասխանատու պահին շրջանում աշխատող ձեռքերի պակաս ունեցան, տղամարդկանց մեծ մասը որպես կամավոր առաջնագիծ էր մեկնել։ Արդյունքում Քաշաթաղում բանջարեղենի ցանքսեր նախորդ տարվանից քիչ ունեն։ Ունենք մոտավորապես 700 հեկտար արդեն Գառնանացան կատարված ցանքատարածքներ, բայց հուսով եմ, որ եւս մի 200 հեկտար կավելացնենք Աշնան Բիբարի եւ Բադրջանի արտադրության ծավալները մեծացնելու բանականներով։ Տարին բանջարեղենի մշակության համար աննախադեպ բարենպաստ է համարում Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, եւ խոնավությունը կա, եւ արևը։ Լավատես է, որ ցանքսերի հարցում ունեցած նվազումը բերքատվության բարձր ցուցանիշներով կփոխհատուցվի եւ շրջանը կպահի Արցախում բանջարեղենի արտադրության ոլորտում առաջատարի դիրքերը։ Այս տարի բնակլիմայական պայմանները ամբողջովին համապատասխանում են, որպեսզի գյուղացին կարողանար բարձր բերք ապահովել երաշխավորված։ Անհամեմատ բարձր բերք սպասվում այս տարի Գառնանացան մշակաբույսերից։ Բանջարեղենի մշակության խթանման պետական ծրագիրը, որից Գառնանը շատերը չհասցրեցին օգտվել, օգտակար կլինի աշնանն ու հաջորդ տարի։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր։ Վաղը հայ առաքելական եկեղեցին կնշի 5 տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը։ Այն նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկանց ժամանակահատվածում։ Այդ օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցում է Սուրբ Պատարագ, որի ժամանակ հավատացյալների ներկայացվում է պայծառակերպության տոնի խորհուրդը։ Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո որդին է։ Այս տոնը նշանավորվում է ինչպես հոգևոր խորհրդով, այնպես ժողովրդական ավանդույթներով։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնի ներված թողելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն։ Սովորությունը նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է։ Վարդավառ ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի։ Ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, նույնպես եւ Տիրոջ պայծառակերպության հիշապար տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է։ Այդ օրը հայ եկեղեցիներում մատուցում է Սուրբ եւ անմահ պատարագ, ի հիշատակ ննջեցյալների կատարվում է նաեւ ոգեհանգստյան կարգ։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, հետևեք իրադարձությունների զարգացմանը ժամը 20-ին։ Մինչ այդ ժամը։ Եղանակի տեսության հովանավորն է SBS ընկերությունը։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացություն առանց ձեղումների եղանակ, վարկյանում 5-ից 8 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի, օդի ջերմաստիճանը գիշերը 17-ից 21, ցերեկը 26-ից 30 աստիճան տաքություն։